Ադրբեջանցիները ինչ էլ որ ասեն, չասեն, դա իրենց դնում է ծիծաղելի վիճակում, որովհետև իրենք հայտնի պատմության կեղծարարներ են։ Իսկ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը բարդույթավորված մի անձնավորություն է, ես արդեն իմ գրառումների մեջ մեկ անգամ այդ հարցին անդրադարձել եմ, ասելով, որ Վազգեն Վեհափարի, Գարեգին առաջին Վեհափարի, Գարեգին երկրորդ մեծախորհուրդ վեհափարների հետ սեղան նստած անձը բնականաբար այդպես իրեն պիտի պահեր, որովհետև այն պատմական արդարությամբ և ճշմարտությամբ, որ խոսել են և խոսում են հայոց կաթողիկոսները, որևէ կեղծիք, որևէ սուտ չի կարող դրա առջև դիմանալ։ Եվ հարևան երկրի հոգևոր առաջնորդի այդ հոգեվիճակը դրա վառ վկայությունն է, թե ինչ կապ ունեն մեր իշխանությունները այդ հոգեվիճակների հետ, ես դա չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ, որ կարծես թե այդ հարձակումները ձայնակցում են այդ մյուս հարձակումներին, բայց պատմությունը ապացուցել է, որ եկեղեցին չի կարող ընկճվել որևէ հարձակման առջև, եկեղեցին ունի հստակ իր նպատակը, եկեղեցին ունի հստակ իր աստվածային առաքելությունը և այդ առաքելությունը որևէ անձ, որևէ ուժ, որևէ իշխանություն չի կարող կասեցնել։